Ժամանակակից արվեստը չի կարող այդպիսին համարվել միայն այս ժամանակաշրջանում ստեղծված լինելու շնորհիվ։ Այն պիտի նորարարական լինի, ընդ որում ոչ միայն գաղափարի առումով։ Հոկտեմբերի 9-ից Գաֆէսճեան արվեստի կենտրոնի արծիվ սրահում գործում է շունչ ցուցադրությունը։ Այստեղ ներկայացված են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Արդեան դիզայներական ստարտափի անդամների և կենտրոնի դիզայներական դասընթացների մասնակիցների աշխատանքները։ Նախագծի ղեկավարը ճարտարապետ, արվեստագետ և դիզայներ Վազգեն Բրուտյանն է, որը 2 տարի առաջ Երևան է տեղափոխվել Լոս Անջելեսից։ Այս կտավներն իրականում կտավներ չեն, սրանք թվային եղանակով ստացված պատկերներ են, որոնք այնուհետև տպվել են, որից հետո որոշակի ձեռագործ մշակման ենթարկվել։ Ինստալացիան, որը պատրաստվել է հատուկ այս սրահի համար, այլաբանական լեզվով պատմում է ժառանգության և պատմության պահպանման, իմաստավորման ու վերաիմաստավորման մասին։ Հիմքում Գրիգոր Նարեկացու մատյան ողբերգության աղոթքների ժողովածուն է։ Մենք փորձել ենք վերցնել ինչ-որ հայկական է և գալիս է այն կոթողները, որ գալիս են և փոխանցում են մեզ, մեր ժառանգությունը, և փորձել ենք այդ արդիականացնել, ուրեմն ներկայացնել նոր շունչով, ավելի մոդեռն ձևով գրությունները, որ օգտագործել ենք Գրիգոր Նարեկացի մատյան ողբերգությունից են, բույսերը, որ տեսնում եք, մխիթար հերացի բույսերն են, ուրեմն այս բոլոր աշխատանքները այս երկու անձնավորությունների համադրումն են կարելի ասել, մեկը որ փորձում էր առողջացնել մարմինը, իսկ մյուսը առողջացնել հոգին։ Մյուս թեման, որը գերիշխում է սրահում, իհարկե խաչքարն է։ Այն ներկայացված է և շատ ակնհայտ կերպով, և թաքնված, ինչպես այստեղ, նկարների շարվածքի ձևով։ Այս պատի վրա Նորադուսի հայտնի խաչքարերի նոր ընթերցումն է, իսկ ինստալացիայի այս հատվածի նախատիպը Գեղարդի վանքում գտնվող խաչքարերի պատն է։ Գունային պատկերը հիմնականում ոգեշնչված է հայկական հին մանրանկարների գույներից, սակայն երիտասարդներն ավելացրել են նաև նոր երանգներ։ Իսկ սև գույնն ամենևին ողբերգության խորհրդանիշ չէ այստեղ, այն ընտրվել է որդան կարմիրն առավել ցայտուն ներկայացնելու նպատակով։ Մենք որոշեցինք զարգացնել և բերել գունային ստեղծագործությունը 21-րդ դարի մեջ։ Այս պատը իրականության մեջ երիտասարդների մտքի թռիչք, ուրեմն նախ իր մասշտաբով ուզում էինք լինել ճարտարապետական և դրանից զատ իր գունային համադրությունը լիներ երիտասարդ և ներկայացնել ինչ որ մենք ասենք երևակայում ենք, որ Հայաստանն է այսօր, որպես նոր երկիր, նոր անկախացած երկիր։ Վազգեն Բրուտյանը վստահ է, որ 21-րդ դարում դիզայնն, արվեստն ու ճարտարապետությունը փոխներթափանցման շատ հնարավորություններ ունեն և պիտի համադրվեն։ Նրա կարծիքով, հենց այս լեզվով ստեղծված արվեստն այսօր պիտի ներկայացնի Հայաստանը, հայ երիտասարդ արվեստագետներին։ Բրուտյանը նախատեսում է այս ցուցահանդեսը ներկայացնել նաև միջազգային հարթակներում։ Ի դեպ, ապրիլին ցուցահանդեսի նախատիպը ներկայացվել է նաև Թումոյում՝ ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի։ Արծիվ սրահում շունչը կարելի է դիտել մինչև դեկտեմբերի 27-ը։ Մարիա Հովսեփյան, Սարգիս Բուղադարյան, Civilnet։